Արկարայի անցակետ էիք տարել թուրք լրագրողներին, սակայն հայ լրագրողներին թույլ չեն տալիս, հա, գնալ տեսնել ինչ իրավիճակ է, կառուցվել, ավարտվեց, հանձնվեց, ինչով եք սա պայմանավորում։ Ճիշտ ասած, մենք լրագրողներին, այսինքն պետական եկամուտների կոմիտեն լրագրողներին չի տարել։ Բայց դա մեր գործառույթը չէ։ Չէ, լրագրողների հետ աշխատանքը մեր անցակետը մաքսային ծառայության տեսանկյունից այո, բայց այդտեղ կա նաև սահմանապատ ծառայություն, ինչ վերաբերում է լրագրողներին, դա առանձին հարց է, որը մեր կոորդինացման տեղեկացել են իհարկե։ Իսկ որ հայ լրագրողները դիմում են, ձեզ տեղեկացնում են, որ հայ լրագրողները եւ Ես ճիշտ ասած այդ հարցից տեղյակ չեմ, հայ լրագրողները դիմել են թե չէ։ Իհարկե դիմել են, բայց ես տեղյակ չեմ եղել։ Հիմա դիմում են, հնարավորություն կա լրատվամիջոցներ։ Դա կարծում առանձին հարց է, որը պետք է մի հատ կառավարություն քննարկվի եւ արձագանքենք։ Ես նման հարցում չեմ ստացել համեն դեպս։ Լրագրողները, որ գալիս են քննարկում չի լինում, հիմա հենց հայ լրագրողները դիմում են, ասում եք պետք է։ Եթե հայ լրագրողները դիմեն, թե ինչի համար են դիմում, ես տեղյակ չեմ ասում։ Ես տեղյակ չեմ դրանից։ Բայց դուք պետք է թույլտվություն տաք, թե ոչ։ Ես ասեցի արդեն։ Ես ասեցի սահմանային անցակետում մեր գործառույթները սահմանափակվում են մաքսային ծառայության ֆունկցիաներով։ Բայց դա ենթադրում է, արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Պետք է լինի նաև ձեր կողմից։ Հիմա օրինակ եթե մենք գնանք հյուսիսային մաքսատուն, պետք է Հիմա ձեր անհանգստությունը ընդհանրապես նա է, ասում եք կարող ենք մենք էլ գանք այդտեղ օրինակ ինչ որ տեսնել, դա է անհանգստությունը։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իմ տիրույթում չէ ու տեղյակ չեմ ես դրանից։ Հիմա մենք կուզենանք գնանք հյուսիսային մաքսատուն, էլեկտրիկ կառավարությանը դիմենք, թե ձեզ։ Հյուսիսային մաքսատուն գաք ինչ անեք այդ հարցը։ Ինչ են անում լրագրողները, պարոն Հակոբյան։ Եթե մեր տիրույթում հարցեր ունեք, ուզում եք օրինակ մաքսային ծառայության գործառույթներին ծանոթանաք, ուզում եք տեսնեք թե մենք ինչպես ենք աշխատում, մեզ դիմեք, այո։ Ուզում են գանք նկարանենք, տեսնենք ինչ է կարել։ Ամեն անգամ Չեմ կարծում դա մեզ խնդիր է։ Չեմ կարծում դա մեզ խնդիր է, իսկ գանքը պեկի այդ վերանում։ Խնդրում եմ համապատասխան ձևով դիմեք մեզ, մենք ձեզ կպատասխանենք։ Չէ, դե հիմա ուզում եք կոնկրետ նշեք, թե ինչ աշխատանքների համար եք ուզում, որպեսզի հասանելիություն ունենաք, մենք էլ կդիտարկենք եւ ձեր հետ կքննարկենք հարցը։ Որ կառավարությունը թույլ է տվել, Հարգելիս ասեմ, կառավարության դիմեք այդ հարցով։ Գրություն ուղարկել են, որ այն չափորոշիչները, որ դուք հիմա մեզանից պահանջում եք, հա, ինչ ձևաչափ պետք է անտեղանեն, ինչ նկարանում պետք է անեն, այդ ձևաչափով ձեզ Հիմա ձեր անհանգստությունը նա է, որ դուք ասում եք ձեզ թույլ չեն տվել, ես ասում դրանից տեղյակ չեմ, այդ հարցը փակ է կարծում եմ։ Դուք դրանից սկսեցիք։ Ինչի՞ փակ։ Այստեղ քննարկման տեսանկյունից է փակ։ Հիմա քանի որ ինձ եք հարցնում, ասում եք, որ համապատասխան ձևով գրեք, ասեք ինչ եք նկարելու, չէ, ինչ տեսանկարահանում եք իրականացնելու։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, այդ նմանատիպ գրություն թուրք լրագրողներից ստացել է ձեր կառույցը։ Մի հատ պետք է ճշտեմ, բայց հարցում ունեցել ենք, այսինքն կառավարության կողմից համապատասխան հարցում ունեցել ենք եւ այդ կազմակերպվել է համարժեք ձևով։ Թուրքերի համար։ Հարգելիս տվյալ դեպքում ինձ թվում է ազգը կապ չունի, տվյալ դեպքում կապ ունի, թե ինչ Հիմա նույն հաջողությամբ այսքան ադրբեջանցիներն են։ Ես արդեն հարցին պատասխանեցի, ես տեղյակ չեմ եղել։ Չէ, հիմա ես տեղյակ չեմ եղել, որ ձեզ օրինակ թույլ չեն տվել։ Դուք հիմա հարց եք ասում, ասում ես այդ հարցից տեղյակ չեմ։ Կարդում եմ։ Չեմ տեսել մամուլում դրա մասին։ Իսկ Մարգարայի անցակետի բացման հետ կապված ինչ նորություններ կան։ Տեղյակ չեմ անկեղծ ասած։ Այսինքն պատրաստ սպասում ենք մինչև Չէ, ուզում ասեմ Արգելիս ես հարգանքով եմ վերաբերվում ձեզ ու խնդրեմ դուք էլ հարգանքով վերաբերվեք։ Չէ, հիմա ես ասացի դրանից տեղյակ չեմ, այսինքն որ ասում եք ձեզ մերժել են, ով է մեզնից մերժել են։ Պետական եկամուտների կոմիտեն ձեզ մերժել է, որ դուք չգաք այնտեղ։ Չէ։ Եթե չի մերժել, հետեւաբար ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ենթադրում եմ պետք է վարչապետի աշխատակազմ դիմեք, ենթադրում եմ, կամ իրենց եք դիմել, մերժում եք ստացել, որտեղ եք դիմել։ Շատ լավ է, որտեղ որ դիմել եք, իրանց որ հարցնեք, հաստատ համոզված իրենք պարզաբանումը կտան։ Իմ հարցին կպատասխանեք մի րոպե Մարգարայի անցակետի հետ կապված ինչ նորություն։ Մարգարայի անցակետը պատրաստ է ամբողջությամբ իր մաքսային գործառույթը իրականացնելու եւ ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է, մենք էլ որպես պետական եկամուտների կոմիտե պատրաստ ենք այդ գործառույթները պատշաճ իրականացնելու։ Երբ որ դա մաքսային գործառույթ չեն, ինչ որ դուք հարցնում եք։ Դուք խոսում եք պետական սահմանի
հնարավոր բացման մասին։ Դուք դրա մասին եք խոսում, որը պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Պարոն Հակոբյան, եթե մոտ 750,000 գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ը ինչ է անում։ Նախ դուք հարցը գալիս եք բացասական կողմից միանգամից։ Ես հորետ եմ։ Պետական հիմա դինամիկան հակառակն է հուշում, ինչը որ արել ենք նաև անցած տարի։ Ինչ վիճակագրություններ մարդիկ արդյոք հայտարարագիր ներկայացնում են եւ Իհարկե, հայտարարագիր ներկայացնում են, այս պայդրությամբ մոտ, եթե չեմ սխալվում, 12,000 քաղաքացիներ արդեն 12,000-ը այս պայդրությամբ արդեն լրացել են ու պարբերաբար պետական աշխատողներին հանենք, էլի պետական աշխատողները Էական չի։ Հիմա ինչու եք հանում, ինչու եք առանձնացնում։ Հիմա եթե 750,000-ի մասին ենք խոսում, 750,000-ի այս պայդրությամբ 12,000-ը լրացել են հայտարարագիրը եւ նաեւ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր որ ստացել են սոցիալական կրեդիտ։ Հիմա եթե մոտ 600,000-ը եթե Խնդրում եմ հերթով, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին։ Հակոբյան, հիմա 600,000-ը մոտավորապես եթե չլրացնի, որքան դեռ չի լրացրել։ Ինչ հարկադրանքի միջոցներ կարող եք իրարել ՊԵԿ-ը։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ մեր հանրային քննարկումների ժամանակ եւ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ Այդտեղ գործում է պարզ տուգանքի մեխանիզմ։ Բայց եթե երկու անգամ տուգանում են, երրորդ անգամ ինչ է, եթե չես հոլ մեկ անգամ 5 Չէ, այս պահին ուրիշ մեխանիզմ չկա, տուգանքի ուղղակի բարձրացում կրկնապատկում է, ուրիշ մեխանիզմ այս պահին հետաձգվի, սկզբում մայիսին էր, հետո դարձավ նոյեմբերի։ Այս պահի դրությամբ կառավարության մոտեցումը նա է, որը հստակ հայտարարվել է նոյեմբերի 1, հետաձգվել է եւ այդ նոյեմբերի 1-ը ուժի մեջ է այլ քննարկում եւ այլ մոտեցում չկա։ Ասում են, որ պետեկամուտների նախարարությունը գործարարների հանդեպ հարկային տերոր է իրականացնում եւ օրերս նաեւ հայտնի գործարարներից մեկի ընկերություններում մասշտաբային ստուգումների մասին խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է արդյոք ՊԵԿ-ը հատուկ եւ ասում եմ բավականին խոշոր գումար եք պահանջել ինչը մերժել է եւ սկսվել է ստուգումները Մի րոպե հարցը երկու մաս ունի Դուք հիմա ասում եք տերոր, բայց չհիմնավորեցիք, թե տերոր ինչ է նշանակում, որովհետև, տեսեք, տերորը նշանակում է, երբ որ մենք ինչ-որ անօրինական կամ ավելորդ գործողություններով փորձում ենք միջամտել և խանգարել տնտեսվարողի կյանքին, որպեսզի մաքսիմալ հարկային եկամուտ հավաքագրենք։ Ես այս հարցին տարեսկզբին մանրամասն անդրադարձել եմ, հիմա մեկնաբանեմ, այն ինչ-որ տեղի ունենում հիմա, դրանք սովորական մեր գործիքակազմով ստուգումներ են, բոլոր ուղղություններով, և մենք անկեղծ ասած նման ազդակ չունենք, որ տերոր կա, եթե կան նման ազդակներ, խնդրում եմ անձամբ ուղարկեք ինձ, ես ինքս այդ հարցով կզբաղվեմ։ Սամվել Ալեքսանյանի հետ կապված բիզնեսներում հիմա այդ մեծամասշտաբ ստուգումներ է գնում։ Ինչպես բոլոր բիզնեսներում կա հստակ ծրագիր, մենք ունենք ստուգումների ծրագիր, թիրախային, որը որ տարվա համար սահմանվում է, Եվ եթե բացահայտվում են ռիսկեր, այդ ռիսկերը ստուգումներ են իրականացվում, ըստ դրա բացահայտվում են։ Արդյոք պատճառը բյուջեի դեֆիցիտը չի, որովհետև ասում են հենց դեֆիցիտն է պատճառը, դրա համար քերթում եք գործարարները։ Բացարձակ նման երևույթ չկա, դուք հիմա ուղղակի սրում եք հարցը, պարբերաբար բառեր օգտագործելով, որ եթե ես հիմա մասնագիտական դաշտում ասեմ, թե դա ինչ է նշանակում, նորից չեք կարողանալու պատասխանել այդ քերթել բառին, ոչ։ Ինչը ոչ։ Ասում չեք քերթում։ Մենք չենք քերթում, ոչ, խնդրում եմ մի միջամտեք, երբ որ ես հարցին պատասխանում եմ, հետո կանադառնանք նաև ձեր հարցին։ Մենք տնտեսվարողներին եւ բոլորին վերաբերում ենք որպես մեր ընտանիքի անդամներ։ Ես ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով, որի մասին մանրամասն խոսել եմ եւ մեկնաբանել եմ իմ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ, եւ մենք փորձում ենք մեր հասարակությունը մարդակենտրոն մաքսիմալ մեր ծառայությունը հասարակության համար մարդակենտրոն դարձնել ու համոզված եղեք, բոլոր տեղերում այդ դրսևորումները կան։ Եվ հետևաբար քերթելու եւ այդ ձեր բառերի մասին խոսելը կարելի է տենց ինչ որ որպես
ինչ որ անեկդոտ կամ հեքիաթ կամ չգիտեմ նմանատիպ ինչ որ բաներ պատմելու ժամանակ Պարոն խոսել։ Հակոբյան, եթե հայտարարիչ չի ներկայացնում մի անգամ տուգանվում է 5000, երկրորդ անգամ 10000 եւ այդ մի տարում այդ թեմային անձին էլ անդրադարձ չի լինում, հետո հաջորդ տարի եւս 5000, 10000, այս բայ գործող մեխանիզմը միայն Այս բայ գործող մեխանիզմը հստակ ասացի դա է։ Բայց չէ կարծում որ մարդիկ այդպես ավելի լավ օրինակ ասի 10000 դրամ տուգանվեմ, քան Իմ կարծիքով մարդիկ ավելի լավ է թափանցիկ լինեն պետության հետ, որովհետև պետությունը իրենցն է, ոչ թե պետությունը առանձին սուբյեկտ է, եւ այստեղ փոխվստահության հարց կա եւ այս հարթակը կարծում եմ այդ հարցը լուծում է եւ երկրորդ մարդիկ կարծում եմ մոտիվացված են նաև իրենց կյանքի որակը բարձրացնել։ Իսկ կյանքի կներեք վերջացնեմ, հետո կասեք, մի թույլ տվեք մեկնաբանեմ։ Հիմա մյուս մասը կարծում եմ մարդիկ ավելի շահագրգիռ են իրենց կյանքի որակը բարձրացնել, քան հակառակը, իսկ սա հնարավորություն է կյանքի որակը բարձրացնելու։ Դե ասում եմ, թույլ տվեք, չեք թույլ տալի, ասում եք դրանով ինչով է բարձրացնում։ Կյանքի որակը բարձրացվում է սոցիալական կրեդիտների միջոցով։ Հիմա լայն հնարավորություն կա ընտանիքի անդամների համար կրթական առողջապահական ծառայությունների դիմաց եկամտային հարկից նվազեցումներ ունենալ եւ փոխհատուցումներ ունենալ, որը կարծում եմ լավ շանս է մարդու կյանքի որակը բարելավելու։ Պարոն Հակոբյան, ներողություն։ 12000 հոգի չէին հայտարարել։ Տեսեք, դա իշխանությանը Տեսեք, դինամիկան բերեք նայենք։ Հիմա եթե վերջի շաբաթները նայում ենք, բարբերաբար ամեն շաբաթ տեմպերը հայտարարագրման ավելանում են եւ կարծում եմ բնական է եւ սովորաբար եթե հասարակության վարքագիծը ուսումնասիրեք, տեսնեք, երբ որ վերջնաժամկետներ են լինում, ավելի շատ այդ վարքագիծը դրսևորվում է վերջնաժամկետին մոտ ամիսներին։ Հիմա նույնը տեղի էր անցած տարի։ Օրինակ անցած տարի առաջի ամիսներին пассивություն կար, հետո կտրուկ վերջնաժամկետին մոտ 2 ամսվա ընթացքում հայտարարագրել եղել են։ Բայց տեմպերը դրական են ու բան են, ավելացող են։ ընտանիքի անդամներն, գործարարները եւ ընդհանրապես հարցվճարողները ու նաեւ խոսում եք այդ պարտադիր հայտարարումից, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ըստ էության հասարակությունը միանշանակ չի ընդունել այս որոշումը։ Սա չի խոսում այն որոշումը կներեք հայտարարումը։ Սա չի խոսում այն մասին, որ չկա վստահություն այս իշխանության նկատմամբ եւ իրական այլ խնդիրներ է տեսնում այդ հայտարարման մեջ։ Տեսեք, դուք բացարձակ երևույթներ եք մեկնաբանում, վստահությունը հարաբերական է, այսինքն վստահություն միշտ կա, հիմա վստահության մակարդակներ կան տարբեր։ Հիմա ես ասացի, որ սա նաև հնարավորություն է միմյանց ավելի շատ վստահելու, որովհետև դրա միջոցով խոսել ենք, այս համակարգի, տեսեք, դրանով դուք ինքներդ ձեզ եք վնասում, որովհետև ոնց որ դե այդպես ասեմ, որովհետև դուք կորցնում եք հնարավորություն ոչ միայն կրեդիտներ, մի րոպե տեսեք, մենք համակարգի մասին ենք խոսել, իր նպատակների մասին ենք խոսել։ Երբ որ դուք հայտարարում եք անում, դուք ինքներդ հայտնվում եք կառավարության հոգացության թիրախում։ Ինչ է դա նշանակում, որտեղ կառավարությունը այսօր ձեր մասին տեղեկատվություն չունենալով չի կարողանում սոցիալական այնպիսի քաղաքականություն մշակել, որը շատ ավելի արդյունավետ ու թիրախային է, քան կարող լիներ մինչև դա։ Քան կարող լիներ այս համակարգի պայմաններում։ Հիմա սրա մասին է խոսքը, այսինքն դուք հիմա չեք ուզում, որպեսզի այդպես լինի։ Դե դա ձեր բանկային գաղտնիքի խնդիր չի։ Ես նկատում եմ նաև մյուս քաղաքացիներին, Այդ որոշումը արգելնես։ Չեն ուզում չլինեն, այսինքն պարտադրանքը միշտ հակառակ էֆեկտն է ծնում։ Չեմ կարծում տենց հակառակ էֆեկտներ։ Դե ինչ փաստեր։ Դե ես թվերը ասացի, դինամիկան դրական է։ Բայց համենայնդեպս այսինքն այդ սիստեմը մեխանիզմը հնարավոր չի մշակել, ով ուզում է որ կառավարությունը իր մասին հոգա, թող թույլ տա հոգա, ով չէ։ Հարգելիս, ես սա հայեցակարգային հարց է։ Ես չեմ ուզում այդ դաշտ մտնել հիմա։ Ես բայց նշեցի մի կարևոր հանգամանքի մասին։ Պետությունը հասարակությանն է, ոչ թե հասարակությունից անկախ է։ Եթե դուք պետության մասին չեք ուզում մտածել, դա արդեն ձեր խնդիրն է։ Բայց ես համոզված եմ, մեր հասարակության մեծ մասը ունի երազանք ավելի լավ պետություն տեսնելու եւ սա ավելի լավ պետություն կառուցելու ճանապարհը։ Խնդիրը որ խոսքը ոչ թե պետության, այլ օրվա իշխանության մասին է, նրա որոշումների Թույլ տվեք այդ դաշտ ես չմտնեմ։ Պարոն Հակոբյան, խնդիրները արդյոք լուծվել են հայտարարիչ ներկայացնելու թե ոչ, որովհետև
Նիկոլ Փաշինյանն էր հենց տեսանյութ հրապարակել, որ 7-8 պաշտոնյաներ նստած էին, այդ թվում նաև դու, բայց դժվարությամբ էր վարչապետը լրացնում այդ հայտարարագիր։ Հիմա քաղաքացին, որի կողքին նստած չեք լինելու դուք, նստած չի լինելու Մհեր Գրիգորյանը, ինչպես է գլուխ անելու, խնդիրները բացեցվել են թե ոչ։ Այդ դաշտում ասեմ, որ դա կարծում շատ լավ միջոցառում էր կարևոր, երբ որ մարդը ինքնուրույն փորձում է լրացնել։ Եվ ես ասեմ, որ այդտեղ հենց այդպես էլ տեղի ունեցել։ Մեր ներկայությունը չի նշանակում, որ ինքնուրույն տեղի չի ունեցել։ Իսկ քաղաք մի րոպե ավարտեմ ու ճիշտ ասած ես մեկ ուրիշ քննարկման պետք է հասնեմ։ Արագ պատասխանեմ, վերջի հարց տվեք։ Տեսեք, չէ, հիմա թույլ չեք տալի ձեր նայեք, տեսեք, դուք հիմա ձեր գործընկերոջ հանդեպ հարգանքով չեք։ Ես շատ հարգում եմ իմ գործընկերոջը։ Եթե հարգում եք, թույլ տվեք իր հարցը պատասխանեմ։ Հիմա մենք ինչ ենք անում հիմա, դրա մասն ենք բարբերաբար խոսում եւ եթե օրինակ հետևեք մեր իրազեկումների արշավներին, մեր իրազեկումների արշավները վերաբերում են բոլորին։ Ինչ է դա նշանակում, մենք մշակել ենք բազմաթիվ ուղեցույցեր, պարզ, գնում ենք մարզեր, մարդկանց հետ հանդիպում, գնում ենք կազմակերպություններ մարդկանց հետ հանդիպում, հիմա հավաքագրում ենք բոլոր խնդիրները, եթե կլինեն լրացուցիչ խնդիրներ, որ մարդիկ դժվարություններ կունենան, կգնանք եւ իրենց կողքն կլինենք եւ կփորձենք մաքսիմալ օգնել, որպեսզի այդ համակարգը կայանա։ Օրինակ հիմա դիմելը դա մեր տիրություն չէ։ Չէ, բայց ընդհանուր համակարգի հետ է կապված։ Մի ուզում է Բայց սա վերջին հարցն է։ Իմ հերթը հասնում է այն ժամանակ, օրինակ, երբ որ արդեն այդ նոյեմբերի 1-ից հետո է։ Հիմա այդ դեպքում քաղաքացին ինչ անի, երբ որ այդի Դրա կարգավորումների մասն է խոսվել, այսինքն այն դեպքերում, երբ որ այդ ID քարտերի թողարկման պատճառով կուշանա հայտարարագիր լրացնելը, պետությունը հնարավորություն կտա քաղաքացուն ուշ լրացնել։ Այո, դրա մասին շուտով կլսենք։ Փոքր ճշտում։ Մենք անկեղծ պայմանավորվեցինք 16000 դրամ, եթե չեմ սխալվում, գումար է վերցնում դասընթացներ կազմակերպելու համար, որ հայտարարագիր լրացնեն։ Մենք տես բան չունենք։ Ձեր կայքում էր հայտարարությունը դրված։ Հայտարարագիր լրացնելու դասընթաց, տեսեք, դուք նկատի ունեք քաղաքացու համար։ Քաղաքացու համար։ Ես մի հատ Իրավաբանական անձանց համար բան։ իսկ Դրանք էլ թվում է ինչ որ իրավաբանական անձանց ղեկավարներն են քաղաքացիներ։ մի հատ պետք է ստուգեմ հասկանամ ինչ դասընթացի մասին եք խոսում, ավելի կոնկրետ ձեր պատասխանը։ Մտ հարցում արեք։ Նախկինում պետք Մենք խոսեցինք որ վերջին հարցը։ աշխատավարձեր էին ստանում, սա վերջին հարցն է եւ օրինակ երբ որ տարածվեց պետք նախագահի պարգևավճարի գործավարու պարգևավճարի չափը հեղափոխությունից հետո մարդիկ կես լուրջ քերթատակ ասում էին պետքում էլ պետք նախագահի գործավարու ազատեղ չկա գնանք դիմենք որովհետեւ շատ բարձր պարգևավճարներ էին ստանում հիմա դրա հետ կապված փոփոխություն Ես անկեղծ ասած այդ հրապարակումից տեղեկ չեմ եթե թույլ տվեք ուսումնասիրեմ հասկանամ ինչի մասին է խոսքը եւ ասեմ բարձր 7-ից պարգևավճարներ ստանում եք թե ոչ ամենայն վստահությամբ եմ ասում դա